Դե հիմա ես այդ հարցին եմ ուզում անդրադառնալ։ Նախ գաղտնի որոշում, սիրելի քաղաքացիներ եւ լրագրողներ, մի արեք այդպես։ Այդպես չէ։ Գոնե բացարձակ ճշմարտությունների մասին եկեք ազնվորեն խոսենք։ Ոչ մի գաղտնի որոշում չի եղել, դա եղել է կառավարության հրապարակված որոշում։ Ընտրությունը եղել է բարձրացնել աշխատավարձերը եւ որոշել ենք, որ հələ մինչեւ այդ աշխատավարձերի բարձրացման, այսինքն գործակիցների վերանայման գնալը, պիլոտային ծրագիր անենք, տեսնենք ըստ կատարողականի ով ինչքան աշխատավարձ է ստանում, ու ըստ կատարողականի գնահատելով աշխատանքի արդյունավետությունը տանք պարգևատրում։ Այդ պարգևատրումը ես կրկին նշել եմ, կարող եք համարել աշխատավարձ։ Պետական ամբողջ ապարատը ստացել է աշխատավարձ կամ անունը թող լինի պարգևատրում կատարված 1 տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար եւ դա առաջացրել է, դե գիտեք ինչ, տեսեք կանոնները հնարավոր է փոփոխել, հնարավոր են խնդիրներ, հնարավոր է արդարություն, տեսեք, եթե մենք որոշում ենք, որ ինչ-որ մի ծրագիր պետք է իրականացվի, նորարարություն է։ Ես խոսում եմ պիլոտային ծրագրի մասին։ Այդ պետք է գնահատվի, մի անգամ անենք, տեսնենք հետո ոնց է կարող։ Ուրեմն ինչ գիտենք, ով ինչքան է ստացել, դուք կգնաք հայտարարագրերը կնայեք, ես չգիտեմ, որ նախարարը ինչքան է ստացել, ես գիտեմ մեր կատարողականի ցուցանիշը, այդ ժամանակահատվածի համար եղել է 70% կամ դրանից բարձր, հաջորդ կիսամյակի կամ տարվա համար այն տրամաբանությամբ ինչ որ գրվել է կառավարության որոշումը, մենք ձգտելու ենք 100% կատարողական ապահովել միշտ, որպեսզի մեր նախարարության բոլոր աշխատակիցները այո պարգևատրվեն կամ որ նույնն է ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մոտիվացվածության աստիճանը աշխատակիցների եւ մթնոլորտը նախարարությունում խիստ տարբերվում է նախորդ մթնոլորտից։ Այսինքն մարդիկ գիտեն, չգիտեմ, բաժնի պետը 200,000 բաժնի պետ պատասխանատվության մակարդակը շատ մեծ նշանակություն ունի։ Այսինքն երբ որ ուսանողը ավարտում է ու իր կարիերան է փորձում դասավորել չէ, ունի ընտրանք։ Մտածում է որ գնամ աշխատեմ, հիմիկվա երիտասարդները օրինակ չգիտեմ, մեր սերունդը այդքան էլ այդպեսին չէին, մտածում են ինչքան բարձր աշխատավարձ է, այնքան լավ։ Հիմա նայում է ցուցակները, ասենք կամ չգիտեմ, ուսումնասիրում է ոլորտը, տեսնում է։ Նախարարությունը հա լավ բովանդակային աշխատանք է մասնագետ դառնալու համար է, բայց որ գնա քաղաքծառայության ստանալու 100-120,000 դրամ, հետո բացում տեսնում է կարա առանց փորձի դառնա քննիչ, կարա առանց փորձի դառնա, չգիտեմ, դատախազ, կարա առանց փորձի գնա մի քիչ էլ սովորի դառնա փաստաբան ու առանց փորձի կարա գնա մասնավոր ընկերություն, օրինակ չգիտեմ, փաստաբանի օգնական դառնա, ես մեր մասնագիտության մասին եմ խոսում։ Այդ իմ նշած բոլոր օղակներում աշխատավարձերը շատ 2-3 անգամ ավելի բարձր են։ Հիմա այս փոփոխությամբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի պետական մարմինները գայթակղիչ լինեն աշխատանքի տեսանկյունից ու նաև վերադասների մասով էլ, այո, պետք է լինեն այնպիսի սոցիալական երաշխիքներ, որ միլիոնների բյուջե տնօրինող մարդիկ ստանան բարձր աշխատավարձ։ Ուղղակի ստանան բարձր աշխատավարձ, ոչ թե ինչպես որ ժամանակին էր ստանան 200-300 կամ 400,000 դրամ, բայց ունենան միլիոններ, ոչ թե դրամական միլիոնների մասին է խոսքը, դոլարների մասին է խոսքը։ Հայցապահանջները բացեք նայեք։ Փառք Աստծո, ես բոլորից լավ այսօր կարող եմ պատասխանատու կերպով ասել, ինչու բոլորից լավ կառավարությունում, որովհետև ինքս բախտ եմ ունեցել կամ չգիտեմ ինչ եմ ունեցել առնչվելու այդ թվերի հետ եւ ինքս եմ տեսել։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Մենք դատապարտում ենք, որ կառավարությունը ուզում է ունենալ մրցունակ այնպիսի աշխատավարձ, որի պայմաններում լավ կադրերը, բանիմաց, խելացի, որոնք մրցունակ են մասնավոր շուկայում, ցանկություն կունենան գալ աշխատել պետության համար, ու ստանձնել են բեռն պատասխանատվությունը, որը ամեն օր կրում է նախարարը, նախարարի տեղակալը կամ վարչության պետը։ Ինչի մասին է խոսքը։ Եկեք մենք մի դրամով աշխատենք եւ բոլորին բաժանենք թոշակ։ Մեր բոլոր աշխատավարձը բաժանենք։ Ո՞վ է։ Նախ ձեր հարց տալու ժամանակը կգա,
Եվ երկրորդ, մեր գաղափարների իրացումը մենք ապահովում ենք։ Եթե դուք շեշտում եք թոշակների բարձրացման հարցը, ես դրա մասին եմ առիթ ունեցել խոսելու։ Թոշակները մի քանի անգամ բարձրացվել են եւ հետո բազմաթիվ քննարկումների արդյունքում մենք որոշել ենք մեր թոշակառուների խնդիրները վերհանելով դրանք լուծելի դարձնել այլ ճանապարհներով։ Առաջին հերթին բոլորդ էլ գիտեք, առողջապահության ապահովագրության ինստիտուտն է, որը ներդրվել է մեր երկրում։ Ես ոլորտի ներկայացուցիչ չեմ, թվական ցուցանիշներ չեմ կարող նշել, թե քանի թոշակառու տատիկ եւ պապիկ է միլիոնավոր դրամների բժշկական ծառայություն ստացել, որ ժամանակին չէր կարող ստանալ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ խնդիր ենք մենք լուծելու, էլի, եթե մենք անդադ ասում ենք թոշակները չենք բարձրացնում ենք նախ, երկրորդ հետվճարի ինստիտուտն էլ է սահմանվել, որը բերելու է անմիջականորեն այդ թոշակների բարձրացմանը, եւ երրորդ մենք սահմանում ենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի լուծենք այդ տարիքի մարդկանց խնդիրը, այսինքն այն սուր անհրաժեշտությունը, որը ունեն այդ մարդիկ, հասկանում եք։ Շնորհակալություն, Էլեն Մուշեղյան, Նյուզերում։ Գալյան։ Ընդլայնում եմ իմ կողմից եմ ավելացնում, եկեք բոլորը 1 դրամ ստանան։ Կամ եթե վարչապետը 1 դրամ ստանա, ինչ խնդիր է լուծվելու։ Եկեք հաշվենք վարչապետը 8 տարվա ընթացքում ինչքան աշխատավարձ է լուծելու եւ դա ներողություն ինչքան աշխատավարձ է ստացել եւ բաժանենք դա բոլոր թոշակառուների միջև։ Ինչ միլումա է բաժանվելու բոլորին։ Ինչի ենք ամեն ինչ ծայրահեղացնում, էլի, այսինքն 1 դրամով աշխատել է։ Չգիտեմ, հիմա դա չեմ քննարկում։ Բայց ասում եմ, որ ոչ մի խնդիր դրանով չի լուծվում։ Պետք է լինի Գործընկերն է Նյուզերնի հերթն է։ Նյուզերնի հերթն է, Նյուզերում եթե մենք հարց սպասեք խնդրում։ Տիկին Գալյան, արդյոք նոր սահմանադրությամբ կքննարկվի կառավարման համակարգի փոփոխության հարցը եւ այդ շրջանակում ինչ առարկային փոփոխություններ են նախատեսվում դատախազության եւ քննչական մարմինների մասով եւ դուք անդրադարձաք վարչական իրավախախտումներին մի շատ կարճ հարց, արդյոք նախատեսվում է մինչև հունիս կամ մոտակա շրջանակում մասնավորապես տեսանկարահանող սարքավորումներով եւ արագաչափերով արձանագրված եւ չմուծված տուգանքների համար համաներում հայտարարել, նախագիծ մշակել, ինչպես դա արվեց 2018 թվականին եւ մի փոքր ճշտով հարց է նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ դուք ասացիք, որ տեղեկություն չունեք, թե որտեղ է գտնվում Ավետիսյանների ընտանիքի անդամների մեր սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք ճշտել եք եւ գիտեք, թե նա որտեղ է սպային գտնվում։ Շնորհակալություն, վերջից սկսեմ, պարբերաբար գրություն ենք ուղարկում Ռուսաստանի Դաշնություն պարզելու համար, թե որտեղ է։ Հիմա Ռուսաստանի համապատասխան շրջանի դատարանի անունը էլի չեմ հիշի, որ ձեզ ասեմ, եթե գրավոր դիմեք, մենք կպատասխանենք, բայց ամեն դեպքում մենք պարբերաբար ճշտում ենք, պարբերաբար վերահաստատվում է, որ Ռուսաստանի X շրջանի X քրեակատարական հիմնարկում է անձը կրում պատիժ է, այսինքն դա արվում է։ Ինչ վերաբերում է կառավարման ձևի փոփոխությանը, ապա պետք է նշեմ, որ խորհրդի կողմից քննարկվել է հարցը եւ որոշվել է չփոփոխել կառավարման ձևը, այսինքն մենք շարունակել ենք մնալ պարլամենտական կառավարման ձև ունեցող երկիր, իսկ դատախազության եւ քննչական մարմիններին վերաբերող ձեր հարցին պատասխան նշեմ, որ դատախազության մասով քննարկվել է կոլեգիալ մարմին ունենալու հնարավորությունը, որը մասնակցություն է ունենալու գլխավոր դատախազի ընտրությանը, առաջխաղացման ցուցակների կազմմանը, կարգապահական պատասխանության ենթարկելուն եւ այլն, ընդ որում այդ մարմինը պետք է հավասարակշռված կերպով բալանսավորի գերատեսչական շահը, այսինքն կարող եք պատկերացնել, որ Բարձրագույն դատական խորհրդի նմանությամբ կոլեգիալ մարմնի մասին է խոսքը եւ սա այն դիրքորոշումն է, որը ձևավորվել է նաեւ միջազգային ստանդարտների ուսումնասիրության համատեքստում եւ նաեւ մեզ ուղղված ինչ-որ քննադատությունների համատեքստում կրկին միջազգային մարմինների կողմից։ Քննչական համակարգի հետ կապված խորհուրդը դեռ որոշում չի կայացրել, բայց այս հարցը քննարկվել է այն համատեքստում, թե արդյոք քննչական մարմինների վերաբերյալ նշում առհասարակ սահմանադրությունը պետք է ունենա թե ոչ, եւ
թե որտեղ պետք է լինեն քննչական մարմինները, դրանք պետք է լինեն անկախ, թե օրինակ գործադիրի կազմում, եւ կարծում եմ, որ շատ շուտով այս հարցի պատասխանը կրկին մենք կունենանք ու հանրության հետ կկոմունիկացնենք, ամեն դեպքում չի բացառվում, որ չեմ ուզում հիմա որ ասեմ կանխակալ է դառնալու, չեմ ասել, թող խորհուրդը որոշում կայացնի, հետո հանրությունը կիմանա, բայց ինտենսիվ կերպով քննարկվել է եւ խորհրդի որոշ անդամներ կողմ են արտահայտվել այն մոտեցմանը, որ քննչական մարմինները պետք է լինեն գործադիրի կազմում, դատախազությունը պետք է լինի անկախ, դատարանները անկախ, բայց քննչականները գործադիրի կազմում։ Վարչական իրավախախտումների մասին Համաներում դեռ չկա նմանատիպ նախագիծ։ Շնորհակալություն, Աշոտ Սաֆարյան, Սպուտնիկ։ Շնորհակալություն։ Անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ազգային ժողովում, որ կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը առհասարակ դրա բացակայությունը ավելի ճիշտ կարող է պատճառ դառնալ տվյալ կուսակցությունների ընտրություններին չմասնակցելու։ Այս իմաստով ուզում եի հետաքրքրվել, պատրաստվում է այս փուլում որևէ օրենսդրական նախաձեռնություն եւ հնարավոր է առհասարակ, որ ընտրություններին ավելի մոտ ժամանակահատվածում իշխանությունը հենց այս պատճառաբանությամբ չթողնի իրեն քննադատող եւ առավել աչքի ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող եւ ռեսուրսներ ունեցող ուժերին մասնակցելու այդ ընտրություններին։ Շնորհակալություն շատ հարցի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Նախ ուզում եմ նշել, որ կուսակցությունների թափանցիկության առնչվող նոր կարգավորումներ ընդունվել են անցած տարվա ընթացքում, այսինքն մենք փոփոխել ենք կուսակցությունների մասին օրենքը, ընտրական օրենսգիրքը, ընդ որում քննարկումները եւ ընդունումը, եթե չեմ սխալվում, 2024-ի վերջին, 2025-ի սկզբին էին ու տեղի են ունեցել նաեւ ընդդիմության հետ բազմաթիվ քննարկումներ այդ ընթացքում, որպեսզի փորձ լինի կոնսենսուսով որոշակի կարգավորումներ ընդունելու, վերջում իհարկե ընդդիմությունը չքվեարկեց կամ դեմ քվեարկեց, չեմ հիշում, բայց իրենք եւս մասնակցել էին այս process-ին ու թափանցիկության առնչվող բազմաթիվ կարգավորումներ կան, օրինակ բանկային մեկ հաշիվ ունենալու պարտականությունը, վերին շեմը, որով կարող են փոխանցումներ անել ֆիզիկական